Բանությունը հանգեցնի տարանկալմանը։ Հաջորդ հարցը, որ ես ուզում եմ ուղղեմ, տեսեք, հումորային էլեմենտ եմ ուզում ասեմ, դուք սատանաներին հավատում եք, թե չէ, որովհետև մի դեպքում Սատանաներին Նիկոլ Փաշինյանն է հավատում եւ հրանգում ահացային բռնել սատանաներին, ես չեմ հավատում։ Սատանաների պարագայում, Տիկին Թովմասյան, ես տեղ եմ դեռ։ Հիմա տեսեք, մենք ըստ էության փորձում ենք հնարավորինս հաշվի առնելով ամեն ինչ որ կար, ձևավորենք մի իրավիճակ, երբ ըստ էության անձը ավելի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների չի դիմել, մենք իր փոխարեն փորձում ենք իր իրավունքները պաշտպանենք։ Բայց հաջորդ հարցը, որը շատ ավելի կարևոր է, տեսեք, պատճառներից մեկը, որ մենք չենք ստեղծում էթիկայի հանձնաժողով, ad hoc էթիկայի հանձնաժողով, դա այն է, որ մենք որպես ասենց ասեմ, ոչ ժողովրդ հավարական ճակերտավոր կամ ճակերտները հանեք ոնց կուզեք իշխանություն չենք համարում նորմալ, որ էթիկայի հանձնաժողովում գործի այն նույն պարիզետը, որը առկա է հանձնաժողովների ձևավորման հարցում, երբ ընդդիմությունը միշտ ունենա փոքրամասնություն, իշխանությունը ձայների մեծամասնություն։ Հիմա դուք համարում եք ընդունելի ձեր համար, որպեսզի ձևավորվի հանձնաժողով, որտեղ ընդդիմությունը ունենալու է փոքրամասնություն, իշխանությունը մեծամասնություն։ Եվ ես շատ կուզենայի հաշվի առնելով այս քննարկումները, որպեսզի դուք ձեր դիրքորոշումը արտահայտեիք մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցում։ Շնորհակալություն։ Ես համարում եմ, որ այո, կարող է հիմա ձևավորվել էթիկայի հանձնաժողով, քննելու Անդրանիկ Քոչարյանի անթույլատրելի վարքը եւ խախտումները ազգային ժողովի պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին օրենքի եւ տալու եզրակացություն, որպիսի նման դեպքերը եւ նախադեպերը չկրկնվեն։ Ես կարծում եմ, որ այո, այն ինչ որ քննարկում եք ապագայում, որ պիտի ձևավորվի, դա բացարձակ առնչություն չունի այսօրվա գործողությունների եւ գործընթացի հետ։ Իսկ ինչ վերաբերում է այլաբանություններին, սատանաներին, գիտեք, դուք ուր ուզում եք, այսպես ոնց որ լայն ավելի ուզում եք լայն թափ հաղորդենք մեր քննարկմանը։ Ես խնդիր չունեմ։ Գնում ենք ավելի հեռու։ Այո, ես ընդունում եմ իմ թերությունը եւ ասում եմ, որ պետք է էթիկայի հանձնաժողով ձևավորել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վարքով, երբ որ հրահանգեց թիկնապահներին բռնել քաղաքացու ձեռքերի եւ թքեց քաղաքացու դեմքին։ Այո, ճիշտ եք, պետք է ձևավորել էթիկայի հանձնաժողով։ Մենք չենք արել, բայց դուք որպես իշխանություն ինչ արեցիք։ Դուք հանդուրժեցիք քաղաքացու վրա թքելը։ Հիմա ուզում եք հեռու գնանք, շատ թվարկեմ այսպիսի դեպքերը։ Ես կարծում եմ Պանդորայի արկղը չարժեր բացել, բայց եթե ուզում եք, բացենք հերթով գնանք այսպես շարունակելով։ Ես ուզում եմ մենք բոլորս ճիշտ հասկանանք։ Եթե դուք իսկապես չեք հովանավորում լրագրողների նկատմամբ լկտի վարքագիծը, դուք պիտի համաձայնություն տաք այս նախագծին։ Եթե չեք տալիս, ուրիշ ինչ պատճառաբանություն բերեք, չի ընդունվելու։ Ոչ մի տրամաբանություն չի գործելու։ Այսինքն մենք մնա Էրմյուս խորհրդարանում, չգիտեմ, կձևավորենք ինչ որ հանձնաժողով կամ նույնիսկ տարբեր փոփոխություններով սահմանադրական օրենքների հիմա կբերենք կհասցնենք ինչ որ բան կփոխենք, էթիկայի մշտական հանձնաժողովը չի անդրադառնալու Անդրանիկ Քոչարյանի դեպքին հետին թվով։ Հետևաբար սա ուղղակի պարզ մանիպուլյացիա է։ Իսկ ձեր դեպքում դու ոնց որ թե նորմալ է ձեր համար, որ կարող եք այս մի բանը ուղղակի մի բան ասեք, անցնի գնա։ Այդպես չի լինելու։ Հիմա եթե բովանդակությանն ենք անդրադառնում, իսկ դուք ինձ հարց տալիս եք բովանդակային հարց, ես ասում եմ, Անդրանիկ Քոչարյանի վարքը անթույլատրելի է եւ անհրաժեշտություն կա ստեղծելու էթիկայի հանձնաժողով եւ քննելու նրա վարքը։ Ես եմ այդպես կարծում, իմ գործընկեր Արծվիկ Մինասյանն այստեղ եւ մենք հավաքական երկու խմբակցություններով, ինչպես նաեւ 161 լրագրողներով։ Եթե դուք այս պարզ ճշմարտության մեջ ինչ որ ուրիշ բան եք փնտրում, այդ նշանակում է, որ դուք ուղղակի նորից եմ կրկնում, հովանավորում եք Անդրանիկ Քոչարյանի լկտի պահվածքը։ Ես ներողություն եմ խնդրում։ Տեսեք, լկտի պահվածք արտահայտությունից խնդրում եմ խուսափեք։ Որովհետև եթե դուք ուզում եք էթիկայի հանձնաժողով, էթիկայի հանձնաժողովը պետք է որոշում տա վարքագծի կանոնների վերաբերյալ։ Դուք ի սկզբանե որակում եք տալիս, եւ հետեւաբար էթիկայի հանձնաժողովի ստեղծման բացարձակապես կարիք չկա։ Դուք արդեն տվեցիք որակում, տվեցիք հանրային եթերում։ Սա էլ է, տեսեք, էթիկայի կանոնների մասին ենք խոսում, բայց մեր արտահայտություններում արդեն իսկ խախտում ենք այդ էթիկան։
Կխնդրեմ, որպեսզի խուսափեք նման Այդ դեպքում մի հատ ինձ խնդրում եմ ասեք, լկտի պահվածք ասել օրինակ ինչ եք պատկերացնում։ Տեսական մի հատ օրինակ բերեք, որ լկտի պահվածք ես այդ արտահայտությունը դիտարկում եմ վիրավորական եւ կխնդրեմ, որ հանձնաժողովում խուսափեք նման արտահայտություններից ցանկացած падգամավորի նկատմամբ։ Եվ թույլ չեմ տա, որ ինչ որ մեկը ձեր նկատմամբ էլ նման արտահայտություն։ Այսինքն լրագրողի նկատմամբ կարելի է կիրառել, բայց ոչ ոքի նկատմամբ։ Դե ուրեմն այ դա արձանագրել, որ լրագրողի նկատմամբ ոչ ոքի նկատմամբ լկտի պահվածք արտահայտությունը այս հանձնաժողովի նկատմամբ թույլ չեմ տալու։ Այլ հարցեր Տիգին Թովմասյանին։ Չկան խոսքը փոխանցում հարակից զեկուցող Տիգին Ալխազ Ղազարյանին։